Ինչու ԱՄՆ-ն ունի 74%, իսկ Հայաստանը 26% հայ-ամերիկյան այդ ընկերությունում։ Հասկանալի է, որ ԱՄՆ-ն ցանկանում է ստանալ ավելի մեծ մասնաբաժին, Հայաստանը ցանկանում է պահպանել ավելի մեծ մասնաբաժին, եւ այս ամբողջ գործընթացը ավարտվեց պայմանական հունվարի 13-ին։ Այո, շատ լավ է, որ գնում է գործընթաց, որտեղ որ կողմերը փորձում են նախ եւ առաջ չկրակել, այլ պայմանավորվել, սա շատ լավ է, հա, որտեղ յուրաքանչյուր բանակցություն լավն է, վատն է, չգիտեմ, միջանկյալ է, ինչը ավելի լավ է, քան պատերազմ։ Ռուսաստանը չի համաձայնվի խաղալ երկրորդ համարով։ Սա կոմպլեքսների խնդիր է, կայսերական կոմպլեքսների խնդիր է։ Մենք ոնց ենք պատկերացնում, որ օրինակ ապրանքները, որոնք պետք է գնան թրիփով, գնան դուրս, ասենք, ՀԱՏՄ խաղի կանոնների։ Ում ձեռնտու չէ այս նախագիծը, Իրանին եւ Ռուսաստանին, ում է ձեռնտու այս նախագիծը։ ԱՄՆ, Եվրոպա, հա, քարտեզով կանք Թուրքիա, Հարավային Կովկաս, Հայաստան, Ադրբեջան, Կենտրոնական Ասիա։ Թրիփը Հայաստանի համար տարանցիկ տնտեսական շանս է, թե աշխարհաքաղաքական թակարդ ծրագրի իրականացման ինչ շրջանակ է ուրվագծվում, որտեղ է Հայաստանի ինքնիշխանության իրական սահմանը այս նախագծում, արդյոք Հայաստանը դառնում է մեծ խաղացողների մրցակցության կենտրոն։ Բարև ձեզ, եթերում հեռանկար բանավեճն է ամենաակտուալ հարցերի համապարփակ քննարկմամբ։ Թրիփ նախագծի իրականացման սահմանները առավել տեսանելի են դառնում։ Նախորդ շաբաթ Հայաստանն ու Միացյալ Նահանգները հաստատեցին դրա իրականացման շրջանակը։ Պաշտոնական փաստաթուղթը խոսում է ինքնիշխանության պահպանման, տնտեսական զարգացման եւ տարածաշրջանային խաղաղության մասին։ Մեկնաբանությունները սակայն միանշանակ չեն։ Կան նաեւ կարծիքներ, ըստ որոնց թրիփը գնահատվում է նաեւ որպես Հայաստանի համար ռիսկային աշխարհաքաղաքական նախագիծ։ Թրիփը հնարավորություն է, թե ռիսկ եւ ինչ գին կարող է ունենալ այդ ճանապարհը Հայաստանի համար։ Այս եւ այլ հարցերի շուրջ իրենց տեսակետները կներկայացնեն հանուն սոցիալական արդարության կուսակցության նախագահ Արման Ղուկասյանը եւ միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ Դավիթ Ստեփանյանը։ Շնորհակալություն պարոնայք մեր հրավերը ընդունելու համար։ Դիտենք մի տեսանյութ եւ շարունակենք։ 2025-ի օգոստոսի 8-ին Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջև համագործակցության մի նոր էջ բացվեց։ Այդ օրը Վաշինգտոնում հայտարարվեց, որ Հայաստանը Միացյալ Նահանգների հետ համատեղ կմեկնարկի Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման լայնածավալ ենթակառուցվածքային նախաձեռնությունը։ Խաղաղության գագաթնաժողովից ու հռչակագրի ընդունումից հետո հաջորդող 5 ամիսները Հայաստան-Միացյալ Նահանգներ տարբեր մակարդակի շփումները ինտենսիվ էին։ Այդ փուլի աշխատանքները վերջնականացվեց հունվարի 13-ին։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը եւ Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն Վաշինգտոնում հաստատեցին թրիփի իրականացման շրջանակի մասին հայտարարությունը։ Մենք պարզապես կարծում ենք, որ թրիփի պայմանավորվածությունն իսկապես կդառնա մոդել աշխարհի համար, թե ինչպես կարող եք բացվել տնտեսական գործունեության եւ բարգավաճման համար առանց որևէ կերպ կասկածի տակ դնելու կամ խաթարելու ձեր ինքնիշխանությունը եւ ձեր տարածքային ամբողջականությունը։ Եվ մենք կարծում ենք, որ դա հիանալի կլինի Հայաստանի համար, հիանալի կլինի Միացյալ Նահանգների համար, հիանալի կլինի բոլոր ներգրավվածների համար, բայց ի վերջո մոդել աշխարհի համար։ Նաև այդ հայտարարությունում ընդգծվում է խաղաղության հետագա ինստիտուցիոնալիզացիայի Հայաստանի ու Թուրքիայի հարաբերությունների կարգավորման կարևորությունը։ Թրիփը միտված է Հայաստանի տարածքում անխոչնդոտ բազմամոդել տարանցիկ փոխկապակցվածության ստեղծմանը, նպաստելով տարածաշրջանային խաղաղությանը, կայունությանը եւ ինտեգրմանը, պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ իրավազորության հարգանքի հիման վրա։ Կապելով Ադրբեջանի հիմնական մասն իր Նախիջևանի ինքնավար հանրապետության հետ եւ կենսական օղակ ստեղծելով տրանսկասպյան առևտրային երթուղում, ակնկալվում է, որ այն միջազգային եւ ներպետական փոխկապակցվածության փոխադարձ առավելություններ կստեղծի Հայաստանի Հանրապետության համար։ Ես ինքս 3 շերտ եմ տեսնում, դա ուրեմն առաջին շերտը երրորդ երկիր փոխկապակցվածությունն է, պայմանական կենտրոնական Ասիա, Եվրոպական միություն օրինակ թրիփի միջոցով, երկրորդ շերտը դա ուրեմն Նախիջևան եւ Ադրբեջան փոխկապակցվածությունն է եւ երրորդ շերտը մեծ հաշվով մեզ համար դեռ ամենակարևորը Հայաստան եւ երրորդ երկրներ փոխկապակցվածությունն է երկու ուղղություններով Հայաստան կենտրոնական Ասիա եւ Հայաստան արևմուտք։ Թրիփի իրականացման շրջանակը բազմաշերտ է եւ դրան անդրադարձավ նաեւ վարչապետ Փաշինյանը։ 2025 թվականի օգոստոսի 8-ի հայտարարությունից հետո սա հաջորդ անկյունակարային հայտարարությունն է, որով խաղաղության գործընթացի կարևորագույն
եւ սկզբունքային հարցերից մեկը տարածաշրջանային հաղորդակցության ապաշրջափակումը շրջանակային մակարդակում լուծվում է, որտեղ հասցեագրվում են բոլոր սկզբունքային հարցերը։ Փաստաթղթում հատուկ ուշադրություն են գրավում թրիփի զարգացման ընկերության հիմնման պայմանները։ Ըստ փաստաթղթի ընկերությունը կլինի Միացյալ Նահանգների վերահսկիչ բաժնեմասով եւ սկզբունքային հարցերում Հայաստանի վերահսկողությամբ։ Հայաստանը մտադիր է Միացյալ Նահանգներին առաջարկել թրիփ զարգացման ընկերության 74% մասնաբաժինը եւ պահպանել 26% մասնաբաժինը։ Ակնկալվում է, որ այս համագործակցությունը կերկարաձգվի եւս 50 տարով Հայաստանի կառավարությանը հավելյալ սեփականության տրամադրմամբ նրա մասնաբաժինը դարձնելով 49%։ Ծրագրի իրականացումը ենթադրում է ոչ միայն ճանապարհների, այլև տնտեսական այլ նախագծերի իրականացում։ Կառուցապատման իրավունքները կարող են ներառել, բայց չսահմանափակվել հետևյալով. երկաթուղային ենթակառուցվածքներ, երկաթուղիներ, տերմինալներ, կայարաններ, շարժակազմի կառույցներ, ճանապարհային ենթակառուցվածքներ, մայրուղիներ, ճանապարհներ, կամուրջներ, թունելներ, էներգետիկ ենթակառուցվածքներ, էլեկտրահաղորդման համակարգեր, նավթատարներ, գազատարներ, թվային ենթակառուցվածքներ, օպտիկամանրաթելային ցանցեր, աջակցող ենթակառուցվածքներ, վարչական կառույցներ, կոմունալ ծառայություններ, ապահովության եւ անվտանգության համակարգեր, Ձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրության։ Հայտարարությունում հատուկ հիշատակում կա Հայաստանի կողմից մաքսային ու սահմանային վերահսկողության վերաբերյալ։ Ըստ այդմ մաքսային բոլոր գործունեությունները կիրականացվեն սահմանային կառավարման միջազգայինորեն ճանաչված չափանիշներին համապատասխան, օգտագործելով front office, back office գործառնական մոդելը։ Որևէ գործառույթ պետական չի արտապատվիրակվում ամբողջ ծածկույթով մեկ թրիփի, ուրեմն Հայաստանի իրավապահ, անվտանգային, արտակարգ իրավիճակներում իրավասու մարմինների ամբողջական հասանելիությունը ապահովում է, ներկայությունը սահմանապահ մաքսային մարմիններում մշտապես ապահովում է եւ այլն։ Արդյոք Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ երկաթուղային կապի որոշ հատվածների վերանորոգման առումով Ռուսաստանի հետ որևէ հարց քննարկվել է։ Լրագրողների հետ ունեցած ճեպազրույցին Նիկոլ Փաշինյանն հայտնեց, որ այդ առումով քննարկումներ եղել են եւ սպասում են Ռուսաստանի Դաշնության գործընկերների արձագանքին։ Իսկ թրիփի մեջ այլ բաժնետերեր լինելու են։ Այդտեղ բաժնեմաս ունենալու են Հայաստանի Հանրապետությունը եւ Միացյալ Նահանգները։ Եվ եթե այդպիսի հարց ծագի հանկարծ ուրիշ բաժնետ տիրոջ ներգրավման, դա պետք է տեղի ունենա երկու բաժնետերի համաձայնության պարագայում միայն։ Թրիփի իրականացման շրջանակի մասին հայտարարությունը վերջնական փաստաթուղթը չէ, այլ օղակ է օգոստոսի 8-ի հռչակագրի վերջնական պայմանագրերի ու կանոնադրության միջև, բայց առանցքային, բովանդակային ու քաղաքական առումով։ Հիմա պարոն Ղուկասյան, այս փաստաթուղթը հրապարակվեց, արդյոք փարատվեցին բոլոր մտահոգությունները եւ պատասխան գտան։ Չեն կարող գտնել բոլոր հարցերը պատասխաններ, որտեղ սա միջանկյալ փաստաթուղթ է, սա քաղաքական հուշագիր է, այո, հիմնական վեկտորները պարզ են, տենդենսները, բայց շատ հարցերի պատասխաններ դեռևս պետք է մենք հասկանանք, օրինակ իմ հարցադրումները որոնք են, ինչպիսի մեխանիզմներով են տեղի ունենալու այդ աշխատանքները, ժամանակահատված, այսինքն ժամանակացույց չկա, իրավունքները կողմերի, ֆինանսական ներդրումները, սա շատ մեծ թվերի մասին է խոսքը գնում այս պրոյեկտի իրականացումը եւ օրինակ հարց է առաջանում, ինչու ԱՄՆ-ն ունի 74%, իսկ Հայաստանը 26% հայ-ամերիկյան այդ ընկերությունում։ Ես չեմ ուզում փնովեմ, քննադատեմ, սա չափազանց պետք է զգույշ մոտիկանանք այս գործընթացին։ Միգուցե օրինակ ես եմ պատասխանում, ենթադրում, որ ԱՄՆ-ն շատ մեծ ավելի ծավալներով է ներդրում անելու, բայց չկա փաստաթղթում նման պատասխաններ։ Այսինքն այս պատասխանները պետք է ունենանք։ Երկրորդը ամենակարևորը, պետք է հասկանանք, որ սա հայ-ամերիկյան հիմա տիրույթում գնացող գործընթաց է բանակցությունների առումով, բայց չէ, որ պետք է լինի այս ամենը կոմունիկացիաների ապաշրջափակման տրամաբանության մեջ, իսկ դա արդեն հայ-ադրբեջանական երկխոսության տիրույթում պետք է լինի, օրինակ, եթե պետք է Ադրբեջանը, այս փաստաթղթով նշվում է, որ Ադրբեջանը կապվում է Նախիջևանի հետ, այսինքն ստանում է ուղիղ կապ Ադրբեջանի հետ, ապա Հայաստանը հարց եմ տալիս պետք է նույն կերպ, օրինակ Նախիջևանի միջոցով երասխից կապվի Մեղրի
մեղրի հետ եւ կարողանա դուրս գալ մեղրի։ Իհարկե պետք է, եթե խոսքը գնում է կոմունիկացիաների ապաշրջափակման մասին, բայց սա արդեն հայ-ադրբեջանական բանակցությունների տիրույթում է եւ պետք է հասկանանք, որ դեռևս հարցերը շատ են, պատասխաններ են պետք եւ դուք ասում եք սա հնարավորություն է թե ռիսկ, ես այս փուլում պատկերացնում եմ, որ սա համ հնարավորություն է, համ ռիսկ, բայց ռիսկերից միանշանակ պետք չի խուսափել, պետք է փորձել վերահսկել ռիսկերը եւ շատ չողջևորվել, առաջ չգնել, թե դիմախոսները այս գործընթացի, թե կողմ մարդիկ պետք է շատ առողջ դիսկուրս ունենան եւ այո, ես ողջունում եմ կոմունիկացիաների ապաշրջափակումը, ողջունում եմ, որ Հայաստանը ի վերջո դառնա մեծ պրոյեկտների մաս, բայց դա պետք է շատ զգույշ արվի եւ հաշվի առնենք այն Թուրքիայի եւ Ադրբեջանի խոսույթը եւ ռետորաբանությունը, որը մենք անընդհատ տեսնում ենք, մենք ունենք շատ դեռևս աշխատանք անելու։ Մենք դեռ կքննարկենք, պարոն Ստեփանյան, դուք ինքներդ ասել եք, որ սա մեր երազած համամասնությունը չէր կարծես, թե, բայց սա իրականության արտացոլումն է ըստ էության 2020 թվականից։ Այստեղ որտեղ եք համաձայն, որտեղ համաձայն չեք ձեր ընդդիմախոսի հետ։ Միանշանակ համաձայն եմ, որ ինչպես եւ ցանկացած աշխարհակահաղական եւ աշխարհատնտեսական պրոյեկտում կան եւ ռիսկեր եւ հնարավորություններ, թրիպը բացառություն չի, իհարկե կան։ Արդյոք այդ ռիսկերը կլինեն կառավարելի կամ ոչ, կախված է մեզանից։ Արդյոք մենք կօգտվենք այդ հնարավորություններից, թե ոչ, կախված է մեզանից։ Ժամանակային առումով գործընկերը նշեց, չգիտեմ, գործընկեր օպոնենտ ինչպես է ճիշտ ասել տվյալ դեպքում, երևի երկուսն են։ Հա, որ սա շրջանակային փաստաթուղթ էր, որտեղ կան բավականին շատ հարցեր։ Ես կարծում եմ, որ այս փաստաթուղթը իրականում մեծ հաշվով մեկ բանի մասին է։ 74-26 համամասնություն, այսինքն օգոստոսի 8-ից հետո ամբողջ բանակցությունների մեխը ԱՄՆ-ի եւ Հայաստանի միջև այդ համամասնություններ առևտուր էր գնում։ Եվ դա նորմալ է։ Հասկանալի է, որ ԱՄՆ-ն ցանկանում էր ստանալ ավելի մեծ մասնաբաժին, Հայաստանը ցանկանում էր պահպանել ավելի մեծ մասնաբաժին եւ այս ամբողջ գործընթացը ավարտվեց պայմանական հունվարի 13-ին։ Այսքանը այս պահին մենք ունենք։ Ինչը վերաբերվում է 74-26-ին, եկեք տարանջատենք։ Կա բիզնես, որտեղ արտացոլվում է 74-ը եւ 26-ը եւ կա Հայաստանի ինքնիշխանություն, պայմանական 100։ Այսինքն, եթե պատահականություն չի, չէ, որ այդ փաստաթղթում երևի մի 10 քանի անգամ նշվում այդ բառը եւ Ռուբիոն էլ հենց նոր մենք սյուժեն որ նայում ենք, ասեց ինքնիշխանությունը պահպանվում է Հայաստանի, բայց որպես բիզնես նախագիծ երևի թե սա նորմալ է, եթե ներդրողը, իսկ մենք շուտով կտեսնենք, որ հիմնական ներդրողը դա Ամերիկայի Միացյալ Նահանգներն է, պահանջում է մասնաբաժինի, հա, կոնկրետ արժեթղթերի մեծ մասը իրեն։ Երևի թե դա նորմալ է։ Ինչը վերաբերվում է ինքնիշխանության, ես չեմ կարծում, որ մեր ինքնիշխանությունը, զուտ ինքնիշխանությունը այս ամենից տուժում է։ Արդյոք այդ համամասնությունը իսկապես թույլ տալիս է պահպանել ինքնիշխանությունը եւ ել չեմ ասում 49+ այդ 50 տարի կառուցապատման իրավունքը։ Թույլ է տալիս այնքանով, որքանով դա հնարավոր է 2020 թվականի պատերազմից հետո։ Այսինքն, սա լավ կյանքից չէ։ Մենք իհարկե կնախընտրենք, ես որպես Հայաստանի քաղաքացի, որ ոչ մի Ամերիկայի Միացյալ Նահանգներ այստեղ չլինեին, որ մենք 100%-ով մեր ընկերությունը հայկական այդ ամբողջը շահագործեր եւ մենք ինչպես Ադրբեջանը անում, մենք նույն ձևով այդ 100%-ով եւ որպես բիզնես եւ որպես աշխարհակահաղական նախագիծ մասնակցենք, բայց 2020 թվականից հետո դա դարձել է անհնար։ Ինչու է դարձել անհնար, որովհետեւ ստեղծվել է Հայաստանի նկատմամբ անվտանգային ճարտարապետության վակուում։ Մենք հայտնվել ենք օդում։ Եվ մեր հարևան Ադրբեջանը, օգտվելով այդ պատերազմի արդյունքներից, պահանջել է մեզանից ամբողջը։ Այդ Զանգեզուրի միջխոսույթը Ալիևը որտեղից է հանել։ Ինքը ցանկացել է այդ ամբողջ նախագիծը, միջանցք նախագիծը, որը հիմա կոչվում է Թրամփի ուղի, ծառայեցնել սեփական երկրի շահերին, այդ 42 կիլոմետրն էլ հայկական բաժնեմասը կպցնել ադրբեջանական մասի։ Եվ դրանով սպառնում էր մեզ պատերազմը, ոչ միայն սպառնում էր, այլ հարձակվել էր մի քանի անգամ Հայաստանի վրա։ Եւ մենք չկարողանալով պաշտպանել մեր երկիրը, մեր ինքնիշխանությունը եւ մեր տարածքային ամբողջականությունը, որը այս պահին խաթարված է, 240 կիլոմետր օկուպացված տարածք ունենք Ադրբեջանի կողմից, գնացել ենք այս ճանապարհով։ Դրա համար եմ ես ասում, սա լավ կյանքից չի։ Պարոն Ղուկասյան, ինքնիշխանության հետ կապված դիտարկումների հետ համաձայն եք։
Տեսեք, ես քանի որ ասում եմ, սա միջանկյալ փաստաթուղթ եւ գործընթացը դեռևս շարունակական է, ես համաձայն եմ, որ այո, այն արտացոլում է բնականաբար այն իրողությունը, որը կա գետնի վրա եւ լավ կյանքից չէ, որ մենք այսօր, այսպես ասենք, բանակցում ենք եւ բանակցում ենք ներգրավելով երրորդ կողմեր, հա, այս պահին Ամերիկայի Միացյալ Նահանգները ունեն տարածաշրջանում իրենց հետաքրքրությունները, բնականաբար, ինչպես նաև յուրաքանչյուր պետություն, բայց հարցը ինչումն է, օրինակ նշվեց 74-26%, որովե պարզաբանում գոնե չտրվեց։ Նույն Հայաստանի իշխանությունների կողմից դե ԱՄՆ-ն կարծում եմ ոչ էլ պետք է պարզաբանի, որովհետև իրենք ամեն դեպքում միջնորդ են, համարում են, որ իրենք Թրամփը բազմիցս նշում է, որ իր շնորհիվ է, որ պատերազմ չկա տարածաշրջանում, իրենք մաքսիմալն են ուզում, բայց գոնե Հայաստանի իշխանությունների մասով պետք է լինի պարզաբանում։ Օրինակ նորից եմ ասում, ենթադրաբար 76%-ը դա նշանակում է, որ 76% ներդրում անելու ներողություն, 74%-ը նշանակում է, որ ԱՄՆ-ն է 74% այդ ներդրումային ծավալները ապահովելու։ Չէ՞, սա ենթադրում եմ, բայց պետք է լինի պարզաբանում։ Այ Հայաստանի իշխանությունները պետք է պարզաբանեն սա։ Ինքնիշխանության մասով այո, բազմիցս նշված է փաստաթղթում, որ ինքնիշխանությունը պահպանվում է, շատ տեղերում է նշված, բայց նորից եմ ասում, այնպես չէ, որ կյանքը ստատիկ մի հատ իրավիճակ է, հա, հիմա մենք sense կնքեցինք ինչ-որ քաղաքական հուշագիր, հետո սա պետք է դառնա իրավաբանական արդեն փաստաթուղթ եւ սրանով, այսպես ասենք, ամեն ինչ ստատուս քվոն ձեռք ենք բերել։ Ոչ, ամեն նոր գործընթացներ են գնում։ Մենք տեսնում ենք, որ ինչ խոսույթ ունի Ադրբեջանը, Թուրքիան, հետո Թուրքիայի տարածաշրջանում նաեւ նպատակների մասին չմոռանանք, որ ԱՄՆ-ի ռազմաբազաները տարածաշրջանում Թուրքիայում են գտնվում։ Թուրքիան ինչքան էլ որ ունի տարաձայնություններ ԱՄՆ-ի հետ, այդքան էլ ունի որոշ շահեր տարածաշրջանում։ Թուրքիան էլ ունի իր նպատակը դուրս գալ այս ուղով դեպի կենտրոնական Ասիա։ Հիմա սրանք բոլորը ռիսկեր են, որոնք Հայաստանի իշխանությունները որպես բանակցողներ, որպես երկրի ճակատագիր որոշողները այս պահին պետք է այս բոլոր ռիսկերը հաշվի առնեն եւ վերահսկեն։ Եվ շատ համաձայն եմ պարոն Ստեփանյանի հետ, որ մեզանից է կախված։ Մենք այս ամենից կօգտվենք որպես հնարավորություններ, թե կունենանք ռիսկեր, որոնք որ ավելի կխորանան եւ արդեն կդառնան լուրջ վտանգ Հայաստանի համար։ Ապագայի զարգացումները դեռ քննարկելու առիթ կունենան։ Խոսքը այս պահի եղածի մասին է, սա հիմք տալիս է լավատեսության, թե չէ, սա ենք մենք քննարկում։ Ես կարծում եմ, քանի որ սա միջանկյալ փաստաթուղթ է եւ կան դեռևս շատ հարցեր, շատ զգույշորեն, այո, շատ լավ է, որ գնում է գործընթաց, որտեղ որ կողմերը փորձում են նախ եւ առաջ չկրակել, այլ պայմանավորվել, սա շատ լավ է, հա, որտեղ յուրաքանչյուր բանակցություն լավն է, վատն է, չգիտեմ, միջանկյալ է, ինչը ավելի լավ է, քան պատերազմ։ Սա ակնհայտ է։ Բայց նորից եմ ասում, թե Ադրբեջանը, թե Թուրքիան փորձելու են մաքսիմալ կերպով օգտվել եւ ի վերջո Թուրքիան կփորձի վերջնական հաստատել իր տարածաշրջանում գեգեմոնի դերը, հա, որը որ բնական է Հայաստանը պետք է բալանսավորի եւ փորձի ոչ թե որ օրինակ որոշ մասով ասում են պետք է այստեղ ռուսներին դուրս բերել տարածաշրջանից եւ այլն, այլ օրինակ Փաշինյանը դիմել է ռուսական կողմին, ասում է թե Ռուսաստանն էլ գա, չնայած ՅԿԺԴ-ն պարտավոր է, հա, իր պարտականությունից ելնելով կառուցելու այդ ճանապարհները, երկաթգիծը եւ այլն, բայց ես օրինակ կդիտարկեի սա որպես նաեւ դրական կողմ, որ ինչու ոչ, թող Ռուսաստանն ներգրավի իր մասով որոշակի բիզնես ծրագրերի մեջ եւ որքան որ տարբեր երկրներ կունենան տարածաշրջանում իրենց բիզնես շահերը, տնտեսական շահերը, այդքանով կլինի երաշխավորված, որ տարածաշրջանը կլինի ավելի կայուն, ռիսկերը կլինեն ավելի վերահսկելի։ Ես այս ճանապարհի կողմնակից եմ, որ Հայաստանը դառնա կամուրջ, ոչ թե դառնա ինչ-որ տարածք, որտեղ որ մեծ երկրները կամ տարածաշրջանային երկրները կտեսնեն իրենց շահերի համար ռիսկեր։ Տեսնենք ռուսական մասնակցության մասին, պարոն Ստեփանյան, արդյոք ձեր հետ համակարծիք է։ Ես մոտ շատ հետաքրքիր բանավեճ է ստացվում, այո, համակարծիք եմ։ Ես այդ մասին արդեն խոսել եմ։ Ես խնդիր չեմ տեսնում, եթե Ռուսաստանը իրոք հարավ-կովկասյան երկաթուղին, ռուսական երկաթուղիները իրենց պարտավորությունները կատարեն եւ Ղազախ-Իջևան, հա, Ախորիկի կողմը երազ այդ ճյուղերը երկաթուղային կառուցվեն, այսինքն կամ վերագործարկվեն։ Եվ շատ ճիշտ մոտեցում է մեր կառավարության կողմից դիմել Ռուսաստանին, որպեսզի Ռուսաստանը այդ պարտականությունները կատարի։ Իրոք շատ է խոսվում Հայաստանում, ընդդիմությունն է հիմնականում ասում, որ իշխանությունը փորձում է մեր երկիրը վերածել ինչ-որ առճակատման պոլիգոնի, հա, դաշտի,
ես չեմ կարծում այդպես եւ Փաշինյանի առաջարկությունը այդ մասին է։ Դա փորձ է Ռուսաստանի շահերը համադրել մեր տարածաշրջանում ԱՄՆ-ի շահերի հետ եւ սա նորմալ մոտեցում է, սա իրական ժամանակին շատ են քննադատում այդ թվում նաեւ ես բալանսավորված եւ բալանսավորման քաղաքականությունը, սա իրական բալանսավորման քաղաքականություն է գործնական փուլում։ Այլ հարց է, որ Ռուսաստանը ես այդպես եմ կարծում, ես կարող եմ սխալվել, երևի թե չի մասնակցելու այդ նախագծերում, չգիտեմ ինչու չի մասնակցելու, ես այդպիսի տենդենսներ եմ տեսնում։ Որն է հիմքը ձեր Ռուսաստանը չի համաձայնվի խաղալ երկրորդ համարով։ Սա կոմպլեքսների խնդիր է, կայսերական կոմպլեքսների խնդիր է, որով Ռուսաստանը, ռուսական քաղաքական էլիտան ցավոք մեզ համար եւ ցավոք իրենց համար շարունակում է տառապել։ Ինչպես իրենք կարող են մասնակցել մի խոշոր նախագծում, որտեղ ամերիկացիները առաջին համարով են գնում, չէ՞։ Սա խնդիր է, իրենց համար սա խնդիր է, մեզ համար, սա տրամաբանական չէ։ Սա մենք չենք կարող հիմնավորել տրամաբանությունով, Ռուսաստանի իսկ շահերով տարածաշրջանում, բայց սա արկա է եւ ես կարող եմ սխալվել եւ շատ կուզեմ սխալվեմ, բայց ինձ թվում է նրանք դա չեն անել եւ մենք ստիպված ենք լինելու մեր սեփական ուժերով կամ հերթական անգամ հրավիրելով այլ օտար երկրաընկերություններ այդ խնդիրը լուծել, որովհետեւ այդ խնդիրը անպայման պետք է լուծվի, որովհետեւ որքանով ես հասկանում եմ, ես այդ տենդենսները տեսնում եմ, հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը լինելու է շարունակական։ Սա լուրջ գործընթաց է, սա երկար է տևելու, հայ ադրբեջանական սահմանի դելիմիտացիան եւ դեմարկացիան կարող է տևել տասնյակ տարիներ, բայց դա լինելու է։ Ես հույս ունեմ, որ եթե չլինեն լուրջ տարածաշրջանային աշխարհաքաղաքական ցնցումներ, այդ գործընթացը շարունակվելու է, որտեղ այս պահին ոչ Հայաստանում եւ ոչ էլ որքանով ես հասկանում եմ Ադրբեջանում չկա նպատակ այդ գործընթացը բիժեցնել։ Եթե հիշում եք, 2 ամիս առաջ մոտավորապես Ռուսաստանից հնչեցին հայտարարություններ, որ առանց մեզ հնարավոր չէ թրիփը իրականացնել։ Այնինչ դուք ասում եք հնարավոր է այս պայմաններում մի տեսակ սպառնալիքի նման էր հնչում։ Չէ, տեսեք, սա շատ կարևոր գործ է, որ պետք է մենք վերհիշենք։ Մի հատ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, դա մաքսային միություն է։ Եվ եթե Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, իսկ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է եւ մեր երկրում գործում են նույն մաքսային տրամաբանությունը, օրենքները, որոնք ԵԱՏՄ շրջանակներում են, մենք ոնց ենք պատկերացնում, որ օրինակ ապրանքները, որոնք պետք է գնան թրիփով, գնան դուրս, ասենք, ԵԱՏՄ խաղի կանոնների։ Այսինքն Ռուսաստանը նշել է, որ այս փաստը ինքը նշել է, ռուսական կողմը, որ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է 1 եւ երկրորդ փաստը, որ Սյունիքում կան ռուս սահմանապահներ։ Բայց ես ավելի շատ ուշադրություն կդարձնեի հենց առաջին փաստին։ Այսպես թե այնպես մենք պետք է այս process-ը այսպես ընկալենք հենց այս ենթատեքստում հաշվի առնելով այդ փաստը։ Դրա համար այն որ ես չեմ ուզում ռուսների փոխարեն մտածել իրենք կմասնակցեն, չեն մասնակցի, ես շատ կուզենամ, որ ի վերջո հենց այդ տեսանկյունից դիտարկենք, որ այս պրոյեկտում կներգրավի ռուսական կողմը եւ ես չեմ կարծում, որ դա բացառված է։ Բայց ամեն դեպքում պետք է մեր ռուս գործընկերների հետ ունենանք երկխոսություն, փարատենք իրենց կասկածները, որ սա հակառուսական պրոյեկտ է, որ սա ի վերջո պրոյեկտը Ռուսաստանին պետք է դուրս բերեն տարածաշրջանից, եւ նորից եմ ասում, սա Հայաստանի կառավարության տիրույթում է, թե ինչպես իրենք կվարեն այդ աշխատանքները մեր միջազգային գործընկերների հետ, նույն Իրանի հետ, նույն Ռուսաստանի հետ, այստեղ մեծ հաշվով ես կարծում եմ, որ Ռուսաստանի համար շատ կարևոր է սա չլինի հակառուսական պրոյեկտ։ Այսինքն միտքը նա է, որ սա այս պրոյեկտը չդառնա սպառնալիք իրենց ազգային եւ պետական շահերին։ Բայց ես կարծում եմ, ներողությունը ավարտեմ, բայց ես կարծում եմ, որ ես չեմ կարծում, որ Ռուսաստանը հենց միանգամից դեմ է այս պրոյեկտի։ Ես կարծում եմ հիմա իրենք ուսումնասիրում են, խորանում են, իրենք էլ են դիտարկում, որ դեռևս process-ը գտնվում է շարունակական փուլում, դեռևս չկան իրավական փաստաթղթեր ի վերջո, չկա իրավական փաստաթուղթ դեռևս։ Եվ դրա համար ես չեմ կարծում, որ ռուսները շտապելու են եւ իրենց նույնիսկ հրապարակային խոսույթում, թե ԱԳՆ-ի մակարդակով, թե իրենց փոխվարչապետի մակարդակով ողջունվել է օգոստոսի 8-ի գործընթացը եւ նշվել են այն գործոնները, որոնք կարեւոր են ռուսական կողմի համար, հա։ Ես կարծում եմ դեռևս այս առումով էլ մենք ունենք ինչ-որ միջանկյալ process ռուսական դիրքորոշման հետ կապված թրիփի հանդեպ։
Արդյոք այն հակառուսական է թե ոչ, մենք արդեն կքննարկենք հաղորդման երկրորդ հատվածում, հիմա առաջարկում եմ լսել քաղաքացիների կարծիքը։ Այս թվում լավ կլինի։ Մեր երկիրը լավ երկիր է, մեր Ամերիկան շատ լավ երկիր է։ Եթե համագործակցենք, իսկ թվում է ժողովրդի համար լավ կլինի։ Ես չեմ հավատում իրաց։ Ոչ հիմիկվա իշխանությանը, ոչ էլ ԱՄՆ-ի հիմիկվա իշխանությանը։ Մենք այդտեղ վատ չենք ապրում, եթե նույն ի վիճակի այս մարդիկ ստեղի կարողանան ապրեն, այդ ճանապարհը օգտագործել, ես միայն ուրախ կլինեմ։ Այդ ուղենով է ստեղծել։ Տրամպը, ինչ Տրամփ։ Հենա Դանիա ասել, գալսե, գալք բարեք դες։ Տրամփից այդ անեկդոտ մարդագործուն է։ Տնտեսական օգուտներ կբերի 100%։ Если человек думает о своем кармане, жадный, злой, он не остановится ни перед чем. Трамп? И Трамп тоже. Տարբեր օգուտների մասին, աշխատատեղերի սկսած, գուցե նաև անվտանգային, ցանկացած ճանապարհ երկրի համար դուրս գալու, երկրից դուրս գալու միջոց է ճանապարհը։ Այդ առումով հաստատ դրական է։ Ընդհանրապես մնում է, որ կարողանան իրագործել այդ ամեն ինչը։ Իսկ թվում լավ կլինի, ինչ վատ բան կա դե։ Հայաստանի համար չեմ հավատում։ Չեմ հավատում։ Որը վատ բան չեն տեսնում, ասում են ծախսերը իրենք են անելու, օգուտները Հայաստանն է ստանալու, հայ ժողովուրդը։ Իսկ թվում է վատ բան չկա, շատ լավ բան է։ Ինձ թվում է դա սախսուտ է։ Գիտեք ինչ կա, տենց որ գցենք ոչ մեկն էլ չի կարելի վստահել, բայց չի կարելի տենց հենց սկզբից վատ տրամադրել։ Ես ինքս կիսառուս եմ, դրա համար ես դեպի Ռուսաստան եմ նայում։ Վաղ մյուս օրը կարող է Պուտինը չլինի, Իվանովը լինի, բայց մի հոյակապ մարդ լինի, դեմոկրատ, ու շատ լավ հարաբերություն լինի։ Էլ ասենք ռուսների հետ վատ ենք, չի։ Ինչ լավ բան կա դեռ։ 300 տարի է թուրքերը ուզում են դից ճամփա բացեն իրար միանային, չէր ստացվում։ Հիմա ստացվեց։ Այն ինչ որ լսել եմ, եթե աշխատի, ինձ թվում է հեռանկարում լավ կլինի։ Ոչ մի լավ բանի չեմ սպասում։ Ինչ վատ է որ։ Մենք շատ փոքր մարդ ենք, որ նման հարցերին պատասխանենք։ Դրա համար կա վարչապետ, ազգային ժողովի նախագահ, ուրիշ ինչ կա, պրեզիդենտ կա։ Իսկ ձեր կարծիքը։ Մեր կարծիքը ձեր կարծիքին համակարծիք է։ Նաև հայկական դաշտում, պարոն Ստեփանյան, կային կարծիքներ, որ սա կարող է լինել գործիք ոչ միայն ընդդեմ Ռուսաստանի, այլև Չինաստանի եւ Իրանի։ Արդյոք սա չափազանցված է թե իրական ռիսկ։ Սա իրականություն է, եւ դա վաղուց է ասվել, դա փոխպետքարտուղար Ուկրաինան է ասել, եթե չեմ սխալվում 2 տարի առաջ դեռ, երբ որ կոնգրեսում լսումների էր մասնակցում, ինքը նշել է, որ միջին միջանցքը դա մի աշխարհաքաղաքական, աշխարհատնտեսական նախագիծ է, որը ուղղված է, որպեսզի Չինաստանը եւ Ռուսաստանը լինեն իզոլացված, որպեսզի նրանք կոմունիկացիաներից լինեն իզոլացված։ Եվ եթե Ռուսաստանը կամ Չինաստանը ցանկանում են օգտվել այդ կոմունիկացիաներին, նրանք պետք է պայմանավորվեն ԱՄՆ-ի հետ։ Սա է խնդիրը։ Եվ ինչպես մենք տեսնում ենք, այն իրոք ուղղված է նաեւ Իրանի դեմ այս պահին։ Եվ եթե Չինաստանի դեպքում կա հույս եւ հնարավորություն, որ Չինաստանը եւ ԱՄՆ-ն այնուամենայնիվ կպայմանավորվեն եւ Չինաստանը կօգտվի այդ ճանապարհից, ինչը բխում է բոլորի շահերից, այդ թվում նաեւ Հայաստանի, Ռուսաստանի եւ Իրանի դեպքում այդ հույսը գոնե այս պահին բավականին ցածր է, հաշվի առնելով ռեժիմները, որոնք Իրանում եւ Ռուսաստանում կառավարում են։ Մենք պետք է պատրանքներ չունենանք այս աշխարհաքաղաքական նախագիծը, որը մշակվել է առաջին հերթին Ամերիկայի Միացյալ Նահանգներում, ունի հիմնական այդ նպատակը։ Հայաստանը այս դեպքում արդյոք խնդիր չի ստեղծում իր համար։ Ոչ։ Հայաստանը չի ստեղծում խնդիր, որովհետև Հայաստանը շատ փոքր երկիր է։ Հայաստանը մասնակից երկրներից միայն մեկն է։ 74%-ը ամերիկացիներինն է, եւ եթե Ռուսաստանը ունի կամ Իրանը ունեն լուրջ խնդիրներ կապված այս նախագծի հետ, իրենք պետք է պայմանավորվեն ԱՄՆ-ի հետ։ Մենք մեր կողմից, ես ինչու ասացի, որ վարչապետ Փաշինյանը ճիշտ որոշում է կայացրել։ Մենք առաջարկում ենք մասնակցություն Ռուսաստանին։ Այն մասնակցությունը, որը մենք կարող ենք առաջարկել այս նախագծում, իսկ սա ընդհանուր նախագիծ է։ Վերջը այդ նույն հայկական խաչմերուկը, որի վրա այդքան շատ այն ժամանակին ծիծաղում, ինքն էլ է իրականություն դառնում։ Այդ հյուսիսում Թուրքիայի հետ սահմանը, այդ հասկիչ անցագրային կետի ապագա բացումը, իսկ նրանք բացվելու են, ես վստահ եմ։ Դա ինչ է, եթե ոչ հայկական խաչմերուկի մաս։ Ես եմ կարծում, որ մենք ունենալու ենք այստեղ խնդիրներ Ռուսաստանի կամ Իրանի հետ։ Որտեղ են լինելու խնդիրները, եթե այդպես է։
Ես կարծում եմ, որ հիմա ամեն դեպքում Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջև գնում են բանակցություններ։ Մենք տեսնում ենք, որ վերջերս Կիրիլ Դմիտրիևը հանդիպեց նույն Քուշների հետ եւ Ուիտկոֆի հետ, այսինքն անընդհատ գնում են բանակցություններ եւ այն հրապարակային մասը, որը կա, ես այդքան էլ չեմ հիմնվում, հա, այսպես ասենք, ավելի շատ ես տեսնում եմ, որ գնում են փակ բանակցություններ եւ ոչ միայն Ուկրաինայի շուրջ, կարծում եմ, որ բանակցություններ կարող են գնալ նաեւ տարբեր այլ տարածաշրջանում, մասնավորապես Հարավային Կովկասի, ես կարծում եմ, որ դա էլ է քննարկվում։ Այո, այսօր օբյեկտիվորեն Ռուսաստանի ամբողջ ռեսուրսը տրամադրված է Ուկրաինայի ուղղությամբ եւ այո, Հարավային Կովկասում եւ ռուսական կողմը չի թաքցնում, ուշադրությունը չասեմ, բայց հնարավորությունները միգուցե նվազել են։ Չեմ կարծում, որ Ռուսաստանը կտորպեդահարի այս process-ը, որտեղ դա հավելյալ շատ մեծ ռիսկեր կստեղծի Ռուսաստանի համար։ Ես կարծում եմ, որ Ռուսաստանը շատ զգույշ, շատ ուշադիր, խորը վերաբերվում է այս պրոյեկտին եւ ռիսկեր, նորից եմ ասում, ռիսկեր կա, եթե այս process-ը դառնա ինչ-որ այն process, որ նպատակ ունի ռուսներին դուրս բերելու տարածաշրջանից, ի վերջո, չգիտեմ, Հայաստանը վերկանասի, որ մենք ի վերջո դուրս են գալի ԵԱՏՄ-ից, դուրս ենք բերում 102-րդ ռազմաբազան, հա, որտեղ սրանք բոլորը շահկապված գործընթացներ են։ Իհարկե, Ռուսաստանը փորձելու է իր շահերը պաշտպանել, ինչքանով որ կարող է, եւ մնալ տարածաշրջանում։ Այս process-ը ակնհայտ է, որ այդպես է լինելու, այնպես չի, որ ասելու են լավ հաջողություն, մենք գնացինք Հարավային Կովկասից։ Եվ ի վերջո ես կարծում եմ Հայաստանի շահերից չի բխում, որ մենք Ռուսաստանի հետ մեր կապերը խզենք, տնտեսական, չգիտեմ, նույն մնացած քաղաքական երկխոսությունը եւ այլն, եւ ասենք ստեղծենք ինչ-որ մեր համար հավելյալ ռիսկեր։ Դրա համար նորից եմ ասում, այո, տեսնենք ինչպես կդրսևորի Ռուսաստանը, կմասնակցի, ինչ կանի այս պրոյեկտի հետ կապված, բայց այսօր ակնհայտ է, որ մեր թիվ 1 նպատակը մտածել մեր ազգային եւ պետական շահերի մասին, Հայաստանի կառավարության եւ մեր բոլոր վերլուծական, քաղաքական, հասարակական շրջանակների նպատակը նա պետք է լինի, որ ոչ թե մենք հիմա պառակտվենք, չգիտեմ, անընդհատ իրար մեջ ինչ-որ հարցեր լուծենք, ասենք չէ, ավելի լավ է մենք որևէ ձևով չհապաշրջափակվենք, մնանք փակ, որ ռիսկեր չլինի, այդ վաղ կլինի շատ ավելի մեծ ռիսկեր, հա։ Այսինքն մենք ասում ենք հիմա շատ բարդ ճանապարհով, այո, կարող են լինել տարբեր զարգացումներ, մենք պետք է պատրաստ լինենք բոլոր սցենարներին։ Բոլոր սցենարներին պետք է պատրաստ լինենք եւ դա պետք է լինի մեր թիվ 1 խնդիրը բոլոր շրջանակների, մասնավորապես Հայաստանի կառավարությանը, որ անմիջական մասնակից է այդ բանակցությունների։ Ռուսաստանի մասով նորից եմ ասում, քանի Ռուսաստանը կա դեռևս տարածաշրջանում Հայաստանում ներկայացված է, մենք պետք է իրենց հետ երկխոսենք, բայց նաև կարծում եմ, որ նորից կրկնեմ, կա բանակցություններ ռուսական եւ ամերիկյան կողմերի միջև, հետո շատ անկախատեսելի է, տեսեք ինչ է կատարվում այսօր աշխարհում Գրենլանդիայի շուրջ, առհասարակ այն հարաբերությունը, որը կա Եվրոպական միության եւ ԱՄՆ-ի միջև, հա, շատ անկախատեսելի են, թե մենք վաղը զարթնենք, ինչ իրավիճակ նոր կստեղծվի։ Դրա համար շատ առաջ ընկնել, չգիտեմ, հիմա ենթադրել, որ այս process-ը կարող է բերել մի այնպիսի իրավիճակի, որ մենք ավելի լավ այս քայլը չանենք, դեռևս, որովհետև ոչ մեկ չգիտի վաղը ինչ կարող է լինել իրականում։ Հիմա եթե գործարքները եւ քննարկումները գնում են այդ գլոբալ մակարդակում, միշտ չէ որ Հայաստանը կկարողանա իր շահերը առաջ տանել, որտեղ պիտի լինի այդ կարմիր գիծը, որտեղ կարողանա տեղավորել Հայաստանը իր շահերը գլոբալ այդ գործարքները։ Դե կարմիր գիծը ինքնիշխանությունն է, որը նշվել է վերջին փաստաթղթում, չգիտեմ քանի անգամ, շատ է նշվել, այդ կարմիր գիծը պահպանվում է, այսինքն միջազգային հարաբերությունների տեսանկյունից այդ փլուզվող, նորից հավաքվող աշխարհակարգի տեսանկյունից մեր կարմիր գծերը պահպանվում են եւ այդ կարմիր գծերի մասին մի քանի տարի է ինչ որ Հայաստանի կառավարությունը խոսում է, պահպանվում է այնքան, որքանով դա այսօր հնարավոր է։ Կարող է լինել շատ ավելի լավ, եթե 44-օրյա պատերազմը չլիներ, բայց այնուամենայնիվ դա եղավ եւ մենք ունենք այս պահին ինչ ունենք։ Չվերաբերվում է Ռուսաստանի հնարավորություններին, ես չեմ կարծում, որ Ռուսաստանը այս պահին հնարավորություն ունի թրիփին խանգարել, որտեվ բալանսը շատ տարբեր է, ծանր եւ թեթև է։ Ում ձեռնտու չէ այս նախագիծը, Իրանին եւ Ռուսաստանին, ում է ձեռնտու այս նախագիծը։ ԱՄՆ, Եվրոպա, հա, քարտեզով կանք, Թուրքիա, Հարավային Կովկաս, Հայաստան, Ադրբեջան, Կենտրոնական Ասիա։ Եվ չի բացառվում, որ ժամանակի ընթացքում, երբ որ այն սկսի աշխատել, այն ձեռնտու լինի նաև Չինաստանին։
եթե Չինաստանը պայմանավորվի ԱՄՆ-ի հետ եւ սկսի օգտագործել այս ճանապարհը իր ապրանքները, հիմնական ապրանքները տեղափոխելու համար եվրոպական շուկաներ։ Կան որոշ հաշվարկներ տնտեսագիտական, որ այս պահին թրիպը ունի տարեկան պոտենցիալ ապրանքներ տեղափոխելու մասով երկու կողմով 7 միլիարդ դոլարի, եթե մենք չհաշվենք էներգակիրները չեն հաշվարկվում, որովհետև կան այս պահին այլընտրանքային ճանապարհներ եւ պարզ չէ խողովակաշարեր լինելու են թե ոչ։ Եթե Չինաստանը միանում է այս նախագծին, պլյուս 250 միլիարդ։ Այսինքն սա շատ լուրջ հնարավորություն է։ Եթե այս գործընթացը շարունակվի եւ լինի պայմանավորվածություն, իսկ պայմանավորվածությունը չի բացառվում ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ, որովհետեւ ապրիլին մեկնարկում են բանակցությունները, Թրամփը գնալու է Պեկին, հանդիպելու է Սի Ցզինպինի հետ, որից հետո Սի Ցզինպինն է գնալու ԱՄՆ։ Մենք պետք է հասկանանք, որ թրիպը դա այն տասնյակ ճանապարհներից մեկն է քաղաքական, որը Թրամփը տանում է դեպի Չինաստան, որը ԱՄՆ-ն տանում է դեպի Չինաստան, սա Թրամփով չի սկսվել եւ Թրամփով չի ավարտվելու։ Եվ մենք դարձել ենք այս ճանապարհների, այս գործընթացների մի փոքրիկ մաս։ Մենք ընդունել ենք խաղի կանոնները, մենք դարձել ենք sense մի հատ փոքր վինտիկ են ասում ռուսերեն, հա, մենք էլ ենք պտտվում այդ ամբողջ համակարգում։ Եվ եթե մենք դա չանենք, մեր վիճակը շատ վատ էր լինելու։ Եվ հիմա հույս կա, որ եթե գործընթացները շարունակվեն տրամաբանորեն, մենք կստանանք շատ լուրջ ֆինանսական ներդրումներ, շատ լուրջ գումարներ է գալու մեր բյուջեը այս նախագծից, ապրանքափոխանակման այդ շրջանառությունից։ Իդեպ նաև այսպիսի հարց կա։ ԵԱՏՄ-ի մասով նշեցիք, չէ՞, սա իհարկե տեխնիկական հարց է, ես տնտեսագետ չեմ, բայց որքանով ես հասկանում եմ, ոչ մի բան չի խանգարում, որպեսզի մենք մեր մաքսերը ստանանք եւ ԵԱՏՄ-ի ընդհանուր այդ բյուջեն ինչպես ենք մենք դա անում մեր բոլոր, հա, մաքսակետերից։ Այդ մասնաբաժինը փոխանցենք, որքանով ես գիտեմ, մենք հիմա ավելի շատ ենք փոխանցում Մոսկվային, քան թե Մոսկվան ընդհանուր փոխանցում է մեզ։ Եվ այս դեպքում շատ ավելի է մեծանալու դա։ Այսինքն ստեղ տեխնիկական խնդիր է, որը կարծում եմ շատ հեշտ լուծվելու է եւ երևի թե ոչ ԵԱՏՄ-ն է դրան դեմ լինելու, ոչ էլ Ռուսաստանը։ Ես այսպես եմ սա տեսնում։ Մենք տնտեսական շահի տեսանկյունից կարծես դիտարկեցինք մեծ մասամբ։ Անվտանգային առումով այդուհանդերձ այս ամենը խնդիրներ կարող է առաջացնել եւ ինչպես պետք է դիմագրավել, պարոն։ Ես նորից կրկնեմ, եթե սա դառնա հստակ հակառուսական պրոյեկտ եւ իր բոլոր հետևանքներով։ Արդյոք դուք այդ վտանգը տեսնում եք։ Եթե դառնա հակառուսական պրոյեկտ, ապա ու Հայաստանը մասնակցի, այսինքն այդ տրամաբանության մեջ, այս պրոյեկտի մեջ, մենք ուրեմն հետագա քայլը պետք է լինի ռազմաբազայի դուրս բերումը բնականաբար, հա, այսինքն Ռուսաստանի հետ կապերի, որոշ կապերի խզումը, հա, կամ գոնե այդ մասով դուրս գալի ԵԱՏՄ-ից կամ ռազմաբազան դուրս բերել ռուս սահմանապահներին դուրս բերել, բնականաբար դա ստեղծելու է ռիսկեր, ես նորից եմ կրկնում։ Մյուս ռիսկը, որ տեսնում եմ անվտանգային, դա Թուրքիայի ավելի ուժեղացումն է տարածաշրջանում։ Ես չգիտեմ Թրամփի, օրինակ ես հասկանում եմ, որ Թրամփը բիզնեսմեն է, Թրամփի համար դիլի գաղափարն է, գերակը շռում եւ այլն, բայց ասեմ, ես չեմ կարող պես Հայաստանի քաղաքացի հաշվի չառնեմ այն փաստը, որ ամերիկյան բազաները գտնվում են Թուրքիայում։ Այսինքն այս առումով Թուրքիայի ուժեղացումը տարածաշրջանում բնական է եւ իր վերջնական դիրքերի ամրապնդումը եւ հաստատումը որպես հեգեմոն բանում տարածաշրջանում չի կարող բխել Հայաստանի շահերից, որտեղ մենք հասկանում ենք, թե ինչպիսի դիրքորոշում ունի Թուրքիան կապված հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ կապված, այսինքն այս բոլորը ռիսկեր են, դա այս բոլորը ռիսկեր են անվտանգային առումով, բայց եթե ԱՄՆ-ն պատրաստ ունի իսկապես տեր կանելու նրան, որ պատերազմ չլինի տարածաշրջանում, իսկ ես ոնց հասկանում եմ, թե նման պրոյեկտ արվում, ուրեմն բնականաբար պետք է որ այդ երաշխիքները լինեն։ Դրա համար որ ասում եմ հստակ պետք է լինի այն գործընթացը, որ ոչ միայն Հայաստան ԱՄՆ գործընթաց երկխոսության բանակցությունների առումով, այլ նաև պետք է դրանց լինի, ինչպես Պարզ Ստեփանյանն ասել, եւ շատ երկարաժամկետ process է դա, հայ-ադրբեջանական այդ բանակցությունները եւ կոմունիկացիաների ապաշրջափակումը ի վերջո դա հայ-ադրբեջանական հարաբերությունների տիրույթում է գտնվում։ Տեսնենք Ադրբեջանը որքանով է պատրաստ տրամադրելու մեզ իր տարածքը որպես տրանզիտային երկիր, ինչքանով է պատրաստ օրինակ որ մենք օգտվենք Նախիջևանից երասխից դուրս գալու մեղրի, այս սրանք կլինի կոմունիկացիաների ապաշրջափակում եւ իհարկե կբխի Հայաստանի շահերից, բայց եթե Ադրբեջանը ստանա Նախիջևանի հետ կապ
չգիտեմ, ասենք Թուրքիան կապվի կենտրոնական Ասիայի հետ, ԱՄՆ-ն ստանա մեծ ֆինանսական հոսքեր եւ Չինաստանի հանդեպ իր վարած քաղաքականությունը կյանքի կոչի եւ նպատակները, բայց մենք չստանանք այդ կոմունիկացիաների ապաշրջափակումը եւ դա լինի միակողմանի process, այստեղ բոլոր առումներով մենք ունենք ռիսկեր եւ անվտանգային եւ տնտեսական եւ առասարակ մեր երկրի շահի տեսանկյունից, այսինքն դեռևս դրա համար եմ ասում, պետք չի շտապել, ոգևորվել, ասել, որ կարևորը այս trip-ը աշխատի եւ վերջը, այնտեղ շատ ավելի ուրիշ կարևոր գործոններ կան, որոնց մասին ես նշեցի։ Կենտրոնանալով անվտանգության վրա, այս ռիսկերը չեզոքացնելու համար անվտանգության ինչ բարձիկներ հնարավորություն ունի ունենալ Հայաստանը։ Նախ մի փոքր ռիսկերի մասին խոսենք, ես այլ եմ ռիսկեր տեսնում, մի փոքր այլտեղ եմ տեսնում։ Ռուսաստանի կողմից թրիպի հետ կախված ռիսկը մեկն է, դա անդորություններն են։ Ռուսաստանը կարող է կասեցնել Հայաստանի մասնակցություն թրիպում մեկ դեպքում, եթե լինի իշխանափոխություն Հայաստանում եւ ռուսամետ ուժեր գան իշխանության, դա մեկ, այլ ճանապարհ չունի։ Երկրորդը, ռիսկը շատ ավելի շատ է Իրանի կողմից, եթե լինի Իրանի վրա լուրջ հարձակում, լուրջ պատերազմ, ոչ թե 12 օրյայի նման, այլ մեծ պատերազմ, Իրանը կարող է սկսել հարվածել իր հարևան երկրներին, ամերիկյան ենթակառուցվածքներին, եւ եթե այդ պահին այստեղ լինի ամերիկյան ենթակառուցվածք, ուղղակի կարող են խփել այդ ենթակառուցվածքին։ Սա մենք չենք կարող բացառել։ Սա ռիսկ է։ Ինչ վերաբերում է անվտանգային բարձիկների մասին, այնպես է ստացվել, եւ ես նորից եմ ասում, դա լավ կյանքից չէ, որ այս պահին թրիպը մեր հիմնական անվտանգային բարձիկներից մեկն է։ Ինչու՞։ Որովհետև եթե ստեղծվում է տարածաշրջանում իրավիճակ, որում ավելի ձեռնտու է նույն Ադրբեջանին մասնակցել այդ գործընթացներին եւ զարգացնել նույն Հայաստանի հետ տնտեսական հարաբերությունները, դա բացառում է պատերազմը։ Այս պահին բացառում է։ Մենք չգիտենք ինչ է լինելու մի քանի տարի հետո, կարող է աշխարհը հերթական անգամ փոխվի։ Այլ ճանապարհ այս պահին մենք չունենք, որովհետև մեր բանակը ունեցել է շատ լուրջ կորուստներ 44 օրյայի ժամանակ, մեր հիմնական զենքերը մնացել են ցավոք Լեռնային Ղարաբաղում, որտեղ 23 թվին ռուսների ձեռքն են հայտնվել, հետո չգիտեմ ռուսները ինչ են արել։ Մի խոսքով մենք ունենք դեռ երկար ճանապարհ, որպեսզի մեր բանակը կայանա եւ գոնե անվտանգային գործոններից մեկը դառնա ապահովման։ Հետևաբար այս պահին հիմնական խաղադրույքը դրվում է արտաքին հարաբերությունների վրա։ Արտաքին հարաբերությունները դա թրիպն է։ Ինչը վերաբերվում է Ադրբեջանի հետ տարանցման ուղիներին, մեր երկրում շատ են սիրում պարոն Ղուկասյանն Իլհամ Ալիևին ցիտել, ես էլ ցիտեմ։ Նա հայտարարել է, որ Հայաստանը ստանում է Նախիջևանի տարածքով ճանապարհ Իրան, Ադրբեջանի տարածքով Ռուսաստան, եւ մենք տեսնում ենք, որ այդ ճանապարհը արդեն գործում է, չէ՞։ Հիմա մեր էկոնոմիկայի նախարարությունը Ադրբեջանի հետ բանակցություններ է վարում, որպես գազի խնդիրը հեղուկ, որ 300 դրամ է դարձել, որի երկաթուղով գա նույն Ռուսաստանից։ Հիմա սա ձեռնտու է, մեզ թե ձեռնտու չի։ Ադրբեջանին ձեռնտու է, թե ձեռնտու չի։ Ռուսաստանին ձեռնտու է, թե ձեռնտու չի։ Կայել են դրանք, թե չէ։ Ռուսաստանն է ներողություն պաստում եմ, նենց որ այդ գործարքի մեջ մասնակցում։ Դա եմ ասում, վաճառում է այդ գազը։ Այդ գազը, որ հիմա Լարսով չի կարում օբյեկտիվ պատճառով գազ, դա սպեկուլյացիաներ են, մի քանի անգամ գազի գինը ստեղ են ավելացրել, հիմա կարող է այդ երկաթուղով գա եւ խնդիրը լուծվի։ Սա բոլորին է պետք։ Այսինքն այս ճանապարհները, պարոն Ղուկասյան, լավ թե վատ արդեն սկսում են գործել եւ կա լուրջ պոտենցիալ, որ հետագայում նրանք ավելի լավ են գործելու, որովհետեւ դա ձեռնտու է բոլորին։ Եթե Ալիևը այս պահին հնարավորություն չունի Հայաստանի դեմ պատերազմել, իսկ սա իր համար իհարկե նախընտրելի տարբերակն է։ Պետք է դա էլ հասկանանք։ Չունի, հնարավորություն չկա։ Ստորագրել է թրիպը։ Իրեն ասել են, որ դու դա չես կարող անես։ Ղարաբաղի հարցը ցավոք փակված է մեզ համար։ Ինքը պետք է գնա այդ ճանապարհով, այլ ընտրանք չունի։ Եթե ինքը այդտեղից խաղում է հքուտ, իսկ Ալիևը առևտրական է, ինքը պետք է գնա այդ ճանապարհով, մենք էլ պետք է գնանք այդ ճանապարհով եւ ռուսներն էլ պետք է գնան այդ ճանապարհով, որտեղ ուղղակի այլ ընտրանք չկա։ Ես պատկերացնում եմ անվտանգության ապահովումը այս պահին այսպես։ Արձագանքում եք։ Մեծ հաշվով համաձայն եմ, այո, կան դրական նախադրյալներ, որ Ադրբեջանի տարածքով գալիս են արդեն վառելիք եւ այլն, հիմա գազն են ուզում եւ ռուսական կողմն էլ է մասնակցում այս գործընթացին, այսինքն այս սա նշում է նրա մասին, որ չի բացառվում, որ Ռուսաստանը նույն կերպ մասնակցի թրիփին, եթե այդ Հայաստանի եւ Ռուսաստանի միջև լինի այդ աշխատանքը, Ռուսաստան-ԱՄՆ լինի այդ երկխոսությունը, հետո մի բան էլ ասեմ, ռիսկ կա Չինաստանի մասով, շատ կարեւոր է նշել, որ Չինաստանը այո պետք է ի վերջո պայմանավորվի ԱՄՆ-ի հետ, որտեղ չինական բեռները վերջո թրիփով որ գնան գան, Չինաստանը պետք է համաձայն լինի դրան։ Կներեք մի պահ ընդհատեմ, ինքը հենց այդ ճանապարհը Չինաստանին է ուզում վաճառել։ Այո, իրականում այո, շատ ճիշտ է, այդ գլոբալ նպատակը դա է, հա, ուստեղ կարևոր որ Չինաստանը եւ
ԱՄՆ-ն պայմանավորվեն։ Այստեղ էլ է ռիսկ, որ եթե չպայմանավորվեն, մենք այդ եթեները պետք է, հա, ունենանք, այսինքն ասում եմ, մենք պետք է սցենարները բոլոր հաշվարկենք եւ եթե այս սցենարը չաշխատի, այս սցենարը կաշխատի, մենք պատրաստ լինենք այս սցենարին, մեր թիվ 1 նպատակը դա պետք է լինի։ Ռուսաստանի մասով ես անկեղծ չեմ հավատում եւ չեմ կարծում, որ օրինակ ընտրությունների հետ կապված ենթադրենք հիպոթետիկ գալիս են պրոռուսական ուժեր իշխանության եւ տորպեդահարում են Թրամփի ուղին։ Ասենք սկսվում է մի հատ գլոբալ պատերազմ, հա, ենթադրենք էլի հիպոթետիկ, Աստված հեռու տանի, եւ Ռուսաստանին դա ինչով է ձեռք տալիս։ Ռուսաստանը մտնելու է տարածաշրջան պատերազմի Ուկրաինայի հետ, հա, համատեղ քիչ խելքին մոտիկ չի։ Այսինքն ավելի լավ կլինի, որ մենք ոչ թե դիտարկենք, որ հիմա Ռուսաստանը միանշանակ գնալու է տորպեդահարման ճանապարհը, որովհետև գիտեք, մենք հայ-ռուսական հարաբերությունը իմ տպավորությամբ դիտարկում ենք 4, 5, 6, 7, 10 տարվա առաջվա բանով ու շատ հասարակական քաղաքական տարբեր շրջանակներ եւ նրանք ովքեր համարում են Ռուսաստանի հետ իրենց բարեկամ եւ այլ, հա, դիտարկում են հայ-ռուսական հարաբերությունը մի փոքր այդ տեսանկյունից։ Ես կարծում եմ Ռուսաստանն էլ է իրավիճակից ելնելով վերաիմաստավորել հայ-ռուսական հարաբերությունը, այդ ի վերջո իր դերը տարածաշրջանում եւ չի կարող չվերաիմաստավորել, որովհետեւ իրողությունն է պահանջում այն ինչ կատարվում այսօր աշխարհում։ Մենք կարող ենք մտածել, որ մի քանի, չգիտեմ, որոշ ժամանակ առաջ Եվրոպական միության եւ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջև կներեք նման հարաբերություններ սկսեն ձևավորվել Գրենլանդիայի շուրջ եւ այլն, որ Եվրոպան կսկսի մտածել ինքը իր անվտանգությունը ապահովելու մասին, այսինքն շատ արագ տեղի են ունենում շատ տարբեր զարգացումներ եւ մենք պետք է ոչ թե նայենք իրավիճակին ելնելով 10 տարվա առաջվա իրողություններից, այլ ելնելով այսօրվա գետնի վրա իրողությունից։ Ինչ հիշի հեռուստադիտողը ձեր խոսքերից մեկնախադասությամբ։ Լավ է լինելու խաղաղությունը պետք է ձգտենք, Հայաստանը պետք է ապա շրջափակվի, հավերժ ապրել պատերազմի եւ շրջափակման մեջ դա շատ վատ տանող ճանապարհ է, հա, այսինքն դեպի վատ տեղ տանող ճանապարհ է եւ բոլոր շրջանակները, թե Հայաստանի կառավարությունը, թե Հայաստանի տարբեր քաղաքական, հասարակական, վերլուծական շրջանակները թեկուս ունենալով տարբեր հարցերի շուրջ տարաձայնություններ, բայց երկրի պետական, ազգային եւ նամանած ինքնիշխանության հարցում պետք է միասնական ուժերով հասնեն նրան, որ Հայաստանը գնա դեպի զարգացում։ Պարոն Ստեփանյան, ինչ հիշի հեռուստադիտողը ձեր խոսքերից։ Ես քաղաքական գործիչ չեմ, ես հավասարապես բոլոր քաղաքական ուժերից հեռու եմ գտնվում եւ ինձ համար կա մեկ ընդհանուր շահ, այդ ընդհանուր շահը Հայաստանի Հանրապետության ազգային շահն է։ Հայաստանի Հանրապետության ազգային շահը այս պահին մեզ թելադրում է մասնակցել թրիպում, խորացնել հարաբերությունները ԱՄՆ-ի հետ, խորացնել հարաբերությունները Եվրամիության հետ, ընդունել ընդհանուր գլոբալ խաղի կանոնները, դառնալ այդ գլոբալ կանոնների մաս, տեղավորվել աշխարհակահաղական կոորդինատների համակարգում եւ մենք այդ դեպքում հնարավորություն ենք ունենալու կառուցել մեր երկիրը, որը հիմա գտնվում է շատ թույլ եւ խոցելի վիճակում եւ ապագայում տասնյակ տարիների ընթացքում դառնալ նորմալ երկիր, որը ունենալու է հույս հետագայում ունենալ ավելի լավ, ավելի ուժեղ եւ ավելի զարգացած։ Շնորհակալություն, ես հիշեցնեմ իմ զրուցակիցներն էին Դավիթ Ստեփանյանը եւ Արման Ղուկասյանը։